Առավոտյան ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան։ Կարճ ժամանակ անց արդեն ոստիկաններն այդ տնից դուրս բերեցին բնակչին՝ Նարեկ անունով 30-անց տղամարդու։ Պարզվում է, որ նա դանակի մի քանի հարվածով սպանել է սեփական հորն ու մորը։ Հետո տեղեկություն ստացվեց, որ տարիներ առաջ էլ նա սպանության փորձ է արել իր ծնողների նկատմամբ եւ երկար տարիներ հաշվառված է հոգեբուժական կենտրոններից մեկում։ Այստեղ հարց է առաջ գալիս. ինչպես է ստացվում, որ հոգեբուժական ծառայություններում գրանցված մարդիկ արդեն որորդ անգամ այս տարվա ընթացքում սպանության մասնակից են դառնում։ Այս մարդիկ, ովքեր իրանց հոգեկան խանգարման հետևանքով, հոգեկան խանգարման պայմանավորված որոշակի ագրեսիվ վարք են դրսևորվում, նույնիսկ փաստորեն մենք սպանություններ ենք ունենում, ակնհայտ է, որ այս մարդկանց մոտ հոգեկան խնդրի սրացում է տեղի ունեցել եւ ժամանակին վերահսկողություն եւ անհրաժեշտ գործողություններ հոգեբուժական ծառայության կողմից չի իրականացվել։ Այսինքն մարդը բուժվում է հիվանդանոցում եւ երբ թեթևանում է նրա վիճակը, դուրս է գրվում ու շարունակում բուժումը պոլիկլինիկայի մասնագետների հսկողության ներքո։ Սա թղթի վրա գրված կանոններով։ Իսկ իրականում որևէ հսկողություն հիմնականում չկա։ Պարզել չէ, անձնի վերջո հավուր պատշաճի բուժում ստացել էր հիվանդանոցում, թե ոչ։ Բուժումը լիարժեք իրականացվում է այնուհետև մարդը դուրս է գրվում, թե բուժումը կիսատա թողնվում, թե բուժումը օրինակ իրականացվում է ստացիոնարային պայմաններում որոշակի կոմպենսացիա լինում, այսինքն մարդը դադարում է վտանգ ներկայացնել հոգեբուժների գնահատմամբ։ Ամիսներ առաջ նման մի ողբերգական դեպք գրանցվեց Ավշար գյուղում։ Իրենց հողակտորում գործանելի սպանվեցին ամուսիններ։ Նույն օրը Հարակից գյուղի ճանապարհին էլ սպանվեց մեկ այլ զույգ։ Այս 4 մարդկանց սպանողն էլ օրերս դատարանի վճռով ճանաչվեց անմեղ սունակ։ Հարց է առաջ գալիս. ով պետք է կանխեր բոլոր այս ողբերգությունները։ Այսինքն հիմա խոսքը գնում է ապագա դժբախտությունները կանխելու մասին։ Գյումրիի կամ Ավշարի դեպքի նմանությամբ վաղը կարող է նույնը կրկնվել մեկ այլ համայնքում։ Հոգեբուժություն մասնագիտությունը ավարտող բազմաթիվ երիտասարդներ հանրապետությունում չեն մնում, տեղափոխվում են արտերկիր աշխատելու ավելի լավ պայմաններով։ Ցավոք սրտի հոգեբուժության եւ հոգեբուժների աշխատավարձերը մրցունակ աշխատավարձեր չեն։ Ու դա բերում է իհարկե այս խնդիրներին։ Հոգեպես անհավասարակշիռ մարդկանց մասնակցությամբ սպանությունների դեպքերը բավականին շատ են։ Պարզապես աղմուկ է բարձրանում, երբ խոսքը գնում է հարազատի կամ մի քանի անձի սպանության մասին։ Սրանից հետևություն, որ նման ամեն դեպք պետական մարմինները պետք է վերլուծեն եւ հասկանան, թե ինչպես բարելավեն հոգեբուժական ծառայություններ մատուցող կառույցների աշխատանքի արդյունավետությունը, ինչը ցավոք չի արվում եւ հետեւաբար մենք պարբերաբար նման ահասարսուր հանցագործությունների ականատեսն ենք լինելու։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։